Արգելի գործընկերներ, այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն ըստ էության լուծված է, եւ իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետեւ խոսքը ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը կարևորագույն երևույթ է իրենից ներկայացնում փոքր պետությունների համար։ Այլ հարց է. Հայաստանը կարողանալու է ինտեգրացիոն պրոցեսների ընթացքում ապահովել իր համար առավելագույն օգուտներ, խուսափել տնտեսական կորուստներից եւ ժողովրդի սոցիալական վիճակի ել ավելի վատթարացումից։ Բայց սա այն հարցն է, որ մենք պետք է ուղղենք ոչ թե Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Қырғызստանի կամ այլ պետությունների, այլ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին։ Ահա հենց այստեղ է, որ մենք ունենք հիմնավոր կասկածներ։ Խնդիրն ունի իր նախապատմությունը, եւ այսօր ստեղծված իրականությունը երկար ցավոտ պատմության ընդամենը վերջին կետն է։ Կարևոր է, որ քաղաքական ուժերը, մեր հասարակության մտահոգ շրջանակները, ԵՏՄ եւ Եվրամիության մեր գործընկերները պատկերացնեն այն 3 հիմնական փուլերը, որոնցով անցել են այս հարցը։ ԲՀԿ-ն երբեք հակված չէ բաց թողումների եւ սխալների համար մեղավորներ փնտրել դրսում, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում։ Ոչ, որպես լուրջ եւ հայաստանակենտրոն քաղաքական ուժ, Բարգավաճ Հայաստանը միշտ գնացել եւ գնալու է լուծումների բանալին ներսում փնտրելու ուղղությամբ։ Հայաստանը 3-4 տարի բանակցում էր Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի ու խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու համար։ Բանակցությունները եղել են փակ։ Նախապատրաստվող համաձայնագիրը եղել է հասարակությունից եւ քաղաքական ուժերից գաղտնի։ Այդ նույն տարիներին Հայաստանում եղել են մարդիկ, քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, ովքեր զգուշացնում էին, որ ռիսկերը եւ զարգացման սցենարները հաշվարկված չեն եւ չի կարելի այդքան խորացնել բանակցությունները, չունենալով վերջում դրանք ստորագրելու քաղաքական որոշում։ Ինչպես պարզվեց հետագայում, Եվրամիության հետ բանակցությունների տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները չեն խորհրդակցել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ։ Մի պահից սկսած պաշտոնական Մոսկվան Հայաստանի քայլերը ընկալում էր որպես ուղղակիորեն իր դեմ ուղղված մարտահրավեր։ Արդյոք հնարավոր չէր խուսափել այս սցենարից։ Միանշանակ հնարավոր էր, ասեմ ավելին, պարտավոր էինք դա անել։ Փոխարենը մենք հայտնվեցինք արտաքին քաղաքական վայրիվերումների մեջ, դարձանք անվստահելի գործընկեր Արևմուտքի համար, ինչը երբեմն կրում էր պետական արժանապատվության կորստի տարրեր, եւ դարձանք անվստահելի գործընկեր Ռուսաստանի համար։ Պետք չէ ինքներս մեզ խաբենք։ Եվրոպան, իբրև թե Եվրոպան մեզ հասկացավ կամ Ռուսաստանը ոչինչ չէր նկատում։ Ահա այդպիսի պայմաններում հասանք սեպտեմբերի 3-ին, երբ Մոսկվայում ձևակերպվեց Մաքսային միություն մտնելու Հայաստանի խնդրանքը։ Այստեղ ես ուզում եմ նշել, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, Եվրամիության ղեկավարները այդ մասին իմացել են լրատվամիջոցներից։ Փաստը կատարվելուց հետո արտաքին քաղաքականության մեջ սա ուղղակի աններելի քայլ է։ Իսկ ներքին կյանքում քաղաքական մենաշնորհի հստակ ապացույց, երբ կարևորագույն որոշումները կայացվում են փակ, գաղտնի, անհասկանալի պայմաններում։ Ահա թե ինչ ենք մենք ուզում փոխել, ինչ է ուզում երկրում մեկընդմիշտ փոխել Բարգավաճ Հայաստանը իր քաղաքական գործընկերների հետ միասին, որպեսզի մեզ չմեղադրեն պատմության էջերն ավելորդ փորփրելու մեջ, ուղղակի մի հիշեցում եւս անեմ։ Սեպտեմբերի 3-ից 1 օր առաջ, այսինքն սեպտեմբերի 2-ին, երբ դեռ ոչինչ ըստ էության պարզ չէր, Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպման արդյունքների մասին Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց եւ ձևակերպեց իր մոտեցումը։ Ռուսաստանը մեր ամենակարևոր տնտեսական գործընկերն է։ Ռուսաստանն այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարևորագույն ռազմավարական գործընկերն է։ Ռուսաստանում այսօր ապրում է 2 միլիոնից ավելի հայ, որոնք աշխատում են, գումար վաստակում, ուղարկում Հայաստան օգնելով իրենց ընտանիքներին ու հարազատներին։ Այնպես որ ես չեմ կարծում, որ որևէ հայ մարդ կցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում։ Ես չեմ կարող պատկերացնել, որ մեկը կարող է լինել այդպիսինը։ Իսկ ավելի ուշ Ծառուկյանը մի քանի անգամ զգուշացնում էր, որ հայ-ռուսական հարաբերություններն այլ խնդիր են, իսկ Մաքսային միություն մտնել չմտնելը բոլորովին այլ։
Կարիք չկար իջեցնելու ռազմավարական հարաբերությունների նշաձողը մինչև մաքսային միություն մտնելու գաղափարը։ Ես նորից եմ կրկնում, ռազմավարական հարաբերություններն այլ բան են, տնտեսական ինտեգրացիոն համակարգին միանալը այլ։ Այստեղ պետք էր կետ առ կետ բանակցել, պաշտպանել Հայաստանի շահերը, մինչև վերջին նիշը, պետք էր պաշտպանել Հայաստանի տնտեսական շահերը, հայ սպառողի շահերը։ Դրա համար պետք էր ժամանակ, այլ ոչ տապողականություն։ Իսկ ինչ կատարվեց մեզ մոտ։ Իշխանական քարոզչամեքենան եւ քաղաքական մեծամասնության, կառավարության, բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր մի քանի տարի շարունակ գովերգում էին Եվրոպական միության հետ նախապատրաստվող համաձայնագիրը, մեկ օրում սեպտեմբերի 4-ից միանգամից դարձան մաքսային միության մոլի ջատագովներ։ Հարգելի գործընկերներ, ընդունեք, սա լուրջ մոտեցում չէ։ Սա չի ավելացնում մեր հանդեպ օտարների հարգանքը։ Եվ ամենը կատարվում է մեր պետական արժանապատվության հաշվին։ Հասկանալով խնդրի բոլոր նրբությունները, ասվածի եւ չասվածի բոլոր ենթատեքստերը, նորից կանգ առնեմ ապագա ռիսկերի եւ հնարավորությունների վրա։ Պետք չէ ողբերգություն սարքել այն իրավիճակից, որում մենք հայտնվել ենք։ Ընդամենը պետք է գրագետ աշխատել։ Հայաստանը կարող է ունենալ տնտեսական օգուտներ ԵՏՄ անդամակցությունից, մասնավորապես մենք տնտեսական քաղաքականություն իրականացնելու պարագայում կարող ենք եւ հնարավորություն ունենք ավելացնել մեր արտահանման ծավալները, հատկապես գյուղմթերքների վերամշակման մասով, մի շարք ծառայությունների, ֆինանսական միջնորդությունների մասով, կգործեն միասնական տեխնիկական կանոնակարգեր, սերտիֆիկացում եւ այլն։ Իհարկե որոշակի մտահոգություն է առաջացնում նաև 752 զգայուն ապրանքների մասով մաքսատուրքերի պահպանման մեխանիզմը, այն իմաստով, որ դրանցից դուրս նույնպես ապրանքներ կան, կամ առևտրի համաշխարհային կազմակերպության նկատմամբ մեր կողմից պարտավորությունների կատարումը մաքսատուրքերի տոկոսադրույքերի ավելացման պարագայում եւս դիտարկման արժանի են, առարկա են եւ այլն։ Ինտեգրացիոն պրոցեսները փոքր եւ ռեսուրսներով աղքատ պետությունների համար նոր դռներ են բացում, բայց դրա համար պետք է արժանապատվորեն բանակցել, չգնալ միակողմանի զիջումների։ Մենք տեսնում ենք, թե Եվրասիական միության բոլոր երկրներն ինչ համառությամբ են պաշտպանում իրենց սեփական շահերը, ցավոք սրտի երբեմն էլ մեզ հակառակորդ երկրների շահերը։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն թե Լուկաշենկոյի, թե Պուտինի, թե ինչու չէ Նազարբաևի հետ արժանապատիվ բանակցելու հնարավորությունները, բայց դրա համար պետք է, որ երկրում վերացվի քաղաքական մենաշնորհը։ Բարգավաճ Հայաստանը դեմ է էմոցիոնալ ռուսամետության, եվրոպամետության կամ ամերիկամետության գաղափարին, որը ցավոք ժամանակ առ ժամանակ դառնում է պետական քաղաքականություն։ Բարգավաճ Հայաստանը պնդում է, որ երկրում պետք է ձևավորվի հստակ հայամետ, հայաստանակենտրոն, բազմակուսակցական իշխանություն, որն ի զորու կլինի բոլոր մակարդակներում պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Իդեպ այդպես մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը եւ մեզ ավելի կհարգեն թե Ռուսաստանում, թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում։ ԲՀԿ-ն այսօր կողմ է քվեարկելու այս համաձայնագրին, որովհետեւ այսօր դեմ քվեարկելը կվնասի Հայաստանի շահերին։ Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների կատարած քայլերին, ամենևին ոչ։ Դրանք կարող էին եւ պետք է լինեին ավելի լավը։ Մենք կողմ ենք քվեարկում տվյալ պահին Հայաստանին չվնասելու համար, Հայաստանի ապագա հնարավորությունների համար, որոնք կարող են լինել, եթե Հայաստանում իշխանությունները համառորեն եւ մշտապես պաշտպանեն Հայաստանի Հանրապետության շահերը։ Իսկ թե երբ դա կլինի, կարծում եմ հասկանում են բոլորը։ Շնորհակալություն։